Սիրելի հայրենակիցներ, հարգելի գործընկերներ, ազգային ժողովի ընդդիմադիր Հայաստան եւ պատիվ ունեմ խմբակցությունների կողմից առաջադրվել եմ մրցակցության եւ սպառողների պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում։ Անշուշտ այս հանձնաժողովը ունի պետական կարգավորման եւ վերահսկողության առանձնակի կարեւորություն եւ գործառույթների լայն շրջանակ։ Դրանից բխում է նաեւ հանրային կյանքի առանցքային այն խնդիրների համախումբը, որոնց լուծումների ակնկալիքը մեր քաղաքացիներն ունեն հենց այս հանձնաժողովից։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մեր նորանկախ երկրում ձևավորվել է 2001 թվականին տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենքի հիման վրա, որը ընդունվել է 2000 թվականին։ Նպատակը խրախուսել տնտեսական գործունեության ազատությունը, այսինքն պաշտպանել ազատ տնտեսական մրցակցությունը եւ ապահովել բարեխիղճ մրցակցություն։ Հետևաբար հանձնաժողովը նախ եւ առաջ պետք է իրականացնի մրցակցային դաշտի, ներառյալ նաեւ պետական գնումների ոլորտում արդյունավետ մրցակցության ապահովման նկատմամբ վերահսկողություն, ներառյալ համակենտրոնացումների եւ հակամրցակցային համաձայնությունների բացահայտումը, դրանց կանխարգելումը, ձևավորման հնարավորությունների ու պատճառների նվազեցումը, իսկ հնարավոր դրսևորման դեպքում էլ բացասական հետևանքների մեղմումը։ Վերջերս օրենսդրական փոփոխությունների արդյունքում, որ ընդունեց ազգային ժողովը, հանձնաժողովի լիազորությունների շրջանակը էապես լրացվեց, ոչ պակաս կարևորություն ունեցող մեկ այլ ոլորտով։ Խոսքը վերաբերում է սպառողների շահերի պաշտպանությանը։ Փաստորեն կարելի է ամփոփ եզրակացնել, հանձնաժողովի գործունեության շահառուներն են հանրության բոլոր շերտերը եւ յուրաքանչյուր քաղաքացի որպես ներդրող, տնտեսվարող եւ սպառող։ Շահառուն է նաեւ հավաքական հանրությունը, քանի որ արդար եւ բարեխիղճ մրցակցության պայմանների ապահովումը տնտեսական համակարգի կայուն զարգացման հենասյունային նախապայմաններից է, իսկ վերջինս բնականաբար հասարակության կյանքի որակի առաջանցիկ բարելավման հիմքն է եւ աղբյուրը։ Այս ընդհանրական եւ առարկայական հաստատումները կարծում եմ բավարար են պնդելու, որ հանձնաժողովի գործունեության նպատակային թիրախավորումը եւ համալիր արդյունավետության ապահովման հիմնախնդիրները մշտապես են արդիական։ Փոփոխվում են զարգացման նորմ արտահրավերներին զուգընթաց, իսկ դրանց լուծումները պահանջում են հետևողականություն, իրավիճակից բխող ժամանակակից մոտեցումներ եւ արձանագրվող փոփոխություններին համարժեքություն։ Իդեպ այս պնդումները հիմնավորվում են նաեւ միջազգային դրական փորձով եւ հակամրցակցային պայքարի լավագույն փորձ ունեցող առանձին երկրների օրինակներով։ Ընդ որում ստորև ներկայացվող մոտեցումները, սկզբունքներն ու կառուցակարգերը կարող են կարևոր նշանակություն ունենալ Հայաստանի Հանրապետությունում այս ոլորտի հետագա բարեփոխումների համար։ Մասնավորապես միջազգային լավագույն փորձ ունեցող երկրներում, ասենք օրինակ Եվրամիության անդամ երկրները, ԱՄՆ, Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան, մրցակցության եւ սպառողների պաշտպանության հանձնաժողովները ձևավորվում են որպես անկախ կարգավորող մարմիններ։ Իրավական անկախ կարգավիճակ օրենսդրորեն ամրագրվում է գործուն եւ բավարար երաշխիքներով, որոնք ապահովում են հանձնաժողովի որոշումների վրա քաղաքական հնարավոր ճնշումների լիարժեք բացառումը։ Սա ենթադրում է նախ եւ առաջ ֆինանսական ինքնավարություն, իսկ որոշ դեպքերում նաեւ տուգանքների եւ վճարումների մի մասի ուղղում հանձնաժողովի գործունեության ֆինանսավորմանը, բայց այստեղ կարևոր է շեշտել, որ խիստ հաշվետվողականության պայմաններում, որպեսզի չառաջանա տուգանքների միջոցով ինքնաֆինանսավորման հակում կամ խեղաթյուրում։ Մասնագիտական կայունություն, ըստ որի անհրաժեշտ է ապահովել բարձր մասնագիտական պահանջներ, շարունակական վերապատրաստման ծրագրեր հանձնաժողովի ողջ անձնակազմի համար։ Միջազգային պրակտիկայում կիրառվում են երկու հիմնական մոդելներ նմանատիպ հանձնաժողովների գործունեության։ Ամենալայն տարածվածը միասնական մոդելն է, որի նմանօրինակը նաև գործում է Հայաստանում։ Այն միավորում է մրցակցության պաշտպանությունը, սպառողի իրավունքների պաշտպանությունը, երբեմն նաև ոլորտային կոնկրետ կարգավորումներ, հատկապես թվային շուկաներում կամ նաև ֆինանսական շուկաներում։ Այս մոդելը լայնորեն կիրառվում է օրինակ Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Եվրամիության անդամ մի շարք երկրներում։
եւ դրա առավելությունն այն է, որ նույն մարմինը կարող է համատեղ համակարգային ձևով գնահատել ինչպես մրցակցային, այնպես էլ սպառողական հետևանքները։ Բաժանված մոդելը քիչ է կիրառելի, ասենք օրինակ այն գործում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Լավագույն փորձը այնուամենայնիվ ցույց է տալիս, որ անկախ նրանից մանդատը հանձնաժողովի միասնական է թե բաժանված, համակարգված համագործակցությունը, տվյալների փոխանակումը եւ համատեղ շուկայի ուսումնասիրությունները վճռորոշ են գործունեության արդյունավետության համար։ Հակամրցակցային համաձայնությունների բացահայտման եւ կանխարգելման ոլորտում միջազգային դրական փորձը հիմնված է մի քանի առանցքային կառուցակարգերի եւ գործիքակազմի վրա։ Մասնավորապես, ներման ինստիտուտը համարվում է ամենաարդյունավետ գործիքներից մեկը, որը ենթադրում է մասնավորապես հակամրցակցային համաձայնությունների մասնակից ընկերությունը, որը առաջինը ներկայացնում է ապացույցներ եւ լիարժեք համագործակցում է քննության ընթացքում, կարող է ամբողջությամբ կամ զգալիորեն ազատվել տուգանքից։ Այլ համագործակցող ընկերությունները ստանում են տուգանքի նվազեցում ըստ ներդրված ապացույցների արժեքի։ Այս ինստիտուտը լայնորեն կիրառում են Եվրամիության անդամ երկրները, Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան եւ համարվում է միջազգային ստանդարտ։ Տվյալների բազմակողմանի վերլուծություն եւ անոմալիաների հայտնաբերման ալգորիթմներ։ Սա ենթադրում է անսովոր համընկնող գների բացահայտում, մրցույթներում հաղթողների հերթագրում ըստ որոշակի հաջորդականության, շուկայի բաժանման կատարյալ պատկերներ։ Հաջորդը տվյալների խաչաձև համադրության մոդելն է, որը ներառում է հարկային եւ մաքսային տվյալները, պետական գնումների մասին ողջ վիճակագրական եւ այլ տվյալներ, ոլորտային կարգավորողների, օրինակ վարչական վիճակագրություն վարողների տվյալները։ Սպառողների պաշտպանության ժամանակակից մոտեցումներից կարելի առանձնացնել իրավունքների պաշտպանությունը թվային միջավայրում։ Թվային տնտեսության աճը անխոս ստիպել է սպառողների պաշտպանության մարմիններին վերանայել իրենց գործիքակազմը հետևյալ հիմնական ուղղություններով։ Առաջինը օնլայն պայմանների եւ պայմանագրերի օնլայն առևտրի պայմանների եւ պայմանագրերի ավտոմատ վերլուծություն։ Սա ենթադրում է արհեստական ինտելեկտի գործադրմամբ հնարավոր անբարեխիղճ պայմանների հայտնաբերում, ստուգվում են առանձնացված դեպքում արդյոք պայմանագրերը համապատասխանում են սպառողի պաշտպանության օրենսդրության պահանջներին, իսկ հետո առանձնացվում են մոլորեցնող ինտերֆեյսերը, թաքնված համաձայնությունները եւ այլն։ Դրա հիման վրա կատարվում են հետևություններ եւ գործադրվում է կարգավորիչ գործիքակազմը։ Թվային հարթակների հաջորդը թվային հարթակների վերահսկողությունը, որը ներառում է մարքեթփլեյսները, հավելվածների խանութները, առցանց բանկային եւ ֆինանսական ծառայությունները, առցանց վարկերը, գնիր հիմա վճարիր հետո մոդելները։ Երրորդը արագ արձագանքման մեխանիզմներն են, այդ թվում օնլայն բողոքարկման միասնական հարթակ, չաթ-բոթեր եւ քոլ սենթերներ, արագ միջամտության գործիքներ, առերևույթ եւ զանգվածային խախտումների դեպքում։ Չորրորդը ԵՄ-ում ներդրվել են եւ գործադրվում են նորարարական կարգավորման հետևյալ փաթեթները, որոնք ուղղված են թվային հարթակների վերահսկողությանը։ Օրինակ, պարտադրվում է տվյալների փոխանակման պահանջ, սահմանվում են արգելքներ մրցակիցների նկատմամբ խտրականության, տվյալները չարաշահելու վերաբերյալ, պահանջվում է ալգորիթմների թափանցիկություն, սահմանվում են պարտավորությունների ապատեղեկատվության ապօրինի բովանդակության, սպառողների պարտականություններ ապատեղեկատվության ապօրինի բովանդակության, սպառողների մոլորեցման դեմ։ Հաջորդը լավագույն փորձ ունեցող երկրներում հանձնաժողովները չեն սահմանափակվում միայն վերահսկողությամբ եւ տուգանելով, այլ նաեւ կազմակերպում են կրթական ծրագրեր դպրոցների եւ բուհերի, ՓՄԶ սուբյեկտների, ինչպես նաեւ խոցելի խմբերի համար, տարեցներ, ցածր թվային գրագիտություն եւ իրավագիտակցություն ունեցող քաղաքացիներ եւ այլն։ Զուգահեռաբար ստեղծվում են հանրային տեղեկատվական թվային հարթակներ, գների համեմատության պետական կայքեր, սպառողների իրավունքների պարզեցված ուղեցույցներ եւ այլն։ Նման մեխանիզմները բարձրացնում են սպառողական ինքնապաշտպանության կարողականությունը եւ դիմադրողականությունը, նվազեցնում են խախտումների տարածվածությունը
եւ ուժեղացնում են հանձնաժողովի լեգիտիմությունը։ Հանձնաժողովի սեփական թվային ենթակառուցվածքի առաջանցիկ զարգացումը եւս առաջնային օրակարգ է միջազգային հարթակում։ Մասնավորապես այսպիսով օգնում են բիզնեսին ինքնաշխատ եղանակով ստուգել իրենց գործունեության համապատասխանությունը հակամրցակցային օրենսդրությանը, ստանալ թվային լիցենզիաներ, ներկայացնել ինքնաշխատ հաշվետվություններ եւ այլ անհրաժեշտ տեղեկատվություն պետական մարմիններին։ Նաեւ օգնում են հանձնաժողովին իրական ժամանակում իրականացնել մոնիտորինգ, ինքնաշխատ եղանակով վերլուծել մեծածավալ տվյալներ, կիրառել ռիսկերի գնահատման ժամանակակից համակարգեր, մոդելավորել ռիսկային շուկաների կառուցվածքը։ Այսպիսով նվազեցվում է գործնականում հանձնաժողովի վարչական բեռը, արագացվում է արձագանքը եւ բարձրացվում է վերահսկողության որակը, եւ որպես հավաքական արդյունք նաեւ բարձրանում է հանձնաժողովի ծախսարդյունավետությունը։ Միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվում են գործընթացների արդարության, թափանցիկության եւ հաշվետվողականության հետեւյալ ստանդարտները։ Առաջին, հանձնաժողովի որոշումները պետք է պարունակեն հստակ իրավական եւ տնտեսական հիմնավորումներ։ Երկրորդ, պետք է գործեն վերաքննության եւ բողոքարկման արդյունավետ գործուն մեխանիզմներ։ Երրորդ, պետք է կազմակերպվեն հանրային լսումներ, մասնագիտական ոլորտային քննարկումներ, խոշոր գործերի, օրենսդրական փոփոխությունների եւ ուղեցույցների ընդունման գործընթացներում։ Այս նպատակը բիզնեսի համար կանխատեսելիության բարձրացումն է եւ իրավական անորոշությունների նվազեցումը։ Զարգացող տնտեսությունների համար, այդ թվում փոքր շուկաներ ունեցող երկրների, ինչպիսին նաեւ մեր երկիրն է, միջազգային կառույցները առաջարկում երաշխավորում են հակամրցակցային պայքարի քաղաքականության փուլային զարգացում, ըստ որի նախատեսվում է առաջին փուլում մրցակցային եւ սպառողական հենքային օրենսդրության ընդունում, պարզ, բայց կիրառելի գործիքակազմերի կիրառում, առաջնահերթ էներգետիկայի, հեռահաղորդակցության, բանկային, սննդի ոլորտների ուսումնասիրություն։ Երկրորդ փուլում թվային շուկաների տվյալների, ալգորիթմների, թվային ինքնաշխատ հարթակների ձևավորում եւ կիրառում, միջազգային համագործակցության խորացում, երկկողմ համագործակցության համաձայնագրեր, տվյալների փոխանակման, համատեղ հետաքննությունների վարման եւ փորձի շարունակական փոխանակման համար։ Ամփոփելով, միջազգային լավագույն փորձը ցույց է տալիս, որ մրցակցության եւ սպառողների պաշտպանության արդյունավետ հանձնաժողովը պետք է ձևավորվի եւ գործի բացարձակ անկախ մասնագիտության եւ հաշվետվողականության սկզբունքներով։ Օգտագործում է տնտեսական եւ թվային վերլուծության առաջատար գործիքակազմ։ Ունի թափանցիկ, կանխատեսելի եւ արդար ընթացակարգեր։ Հաջորդը ակտիվորեն ներգրավված է միջազգային համագործակցության եւ ինֆորմացիայի ու գիտելիքների փոխանակման մեջ։ Մյուսը առավելապես կենտրոնացած է ոչ միայն խախտումների դեպքում պատժի, այլ կանխարգելման վրա, շուկաների կառուցվածքային բարելավումներ, սպառողների իրավունքների ինքնապաշտպանության, ներուժի եւ կարողականության զարգացում, տնտեսվարողների համար խորհրդատվություններ, խախտումները վաղաժամ ինքնուրույն հայտնաբերելու գործուն կառուցակարգեր, վարքագծի ուղեցույցներ եւ այլն։ Եվ այս վերջին երաշխավորությունները, որոնք հիմնավորված են միջազգային պրակտիկայում եւ համարվում են այս ոլորտում լավագույն դրական փորձ, համոզված եմ, որ ունեն նաեւ հնարավորություն եւ անհրաժեշտություն մեր երկրում հետեւողականորեն ներդնելու իմաստով։ Շնորհակալություն, թերևս այսքանը, եթե լինեն հարցեր, կպատասխանեմ նաեւ հարցերին։